Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա ազգ, Տեր օրհնա բոլորիդ։ Հիսուս Քրիստոս երբ որ առաքյալներին աշակերտներին ուղարկում էր ավետարան քարոզելու, ասում էր, որ տուն որ մտնեք, ասեք խաղաղություն այս տանը։ Եվ այդ տանը, երբ թե լինի խաղաղության որդի, ձեր խաղաղությունը կմնա նրա վրա։ Եթե չլինի, կվերադառնա ձեզ։ Այսինքն խաղաղություն ձեզ։ Խաղաղությունը կմնա նրա վրա, խաղաղությունը դա Աստված է, խաղաղությունը դա հոգի է, դա Սուրբ Հոգու պտուղն է, հասկացեք, խաղաղության Աստված, սիրո Աստված, հավատքի Աստված, հույսի Աստված։ Հիմա տեսեք, երբ որ խաղաղության հոգին, խաղաղությունը գալիս է, ինչպես է խաղաղությունը գալիս։ Խաղաղության հոգի է գալիս։ Մի անգամուց մարդու կյանքի մեջ չի սկսում խաղաղություն, ժողովուրդ ջան։ Մարդու ներսում սկսվում է հոգևոր պատերազմը։ Այնքան ժամանակ, մինչև որ մարդը թույլ տա, որ խաղաղության Աստվածը իր սրտում բնակվող այն անառակության, չարության, շնության, պոռնկության, պղծության, գճության, կռապաշտության, կախարդության, թշնամությունների, կռիվների, նախանձների, բարկության, հակառակության, երկպառակտության, բաժանումների, չար նայվածքի, սպանության, հարբեցողության, անառակությունների, ոգիներին, էություններին, աստվածներին, որ մարդու ներսը շատ ժամանակ բազմաստվածություն է, եւ սրանք բոլորը պղծության Աստված կա, նախանձի Աստված կա, կռապաշտության Աստված կա, կռիվների, բարկությունների, չարությունների, պղծությունների Աստված կա, որ բնակվում է մարդու ներսում, եւ խաղաղության Աստվածը, սիրո Աստվածը, որ Սուրբ Հոգու պտուղն է, սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատքը, հեզությունը, ժուշկալությունը, սրանք Սուրբ Հոգուց են, սրանք Աստվածներ են, ինչպես ես կասեմ, որ Աստվածներ են։ Խաղաղության Աստվածը պետք է մենք թույլ տանք, որ մեր ներսից հանա այդ կռվության, չարության, էություն ու ոգին Աստծուն, որ մեր ներսը կա խաղաղություն, ժողովուրդ ջան։ Դրա համար աղոթում են շատերը, եւ չկա խաղաղություն, չկա ներսում հանգստություն, չկա սեր, ինչի համար, որտեւ այդ հեթանոսությունից, սրտի հեթանոսությունից պետք է ազատագրվել, որ դառնալ իրական քրիստոնյա, Քրիստոսի հոգով ապրել,